Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ կրկին միասին ենք։ Բարեկամներ, այսօր մենք մի հետաքրքիր հաղորդում պիտի դիտենք։ Ինչու հետաքրքիր, որովհետեւ դուք հիմա կտեսնեք, թե ինչ հյուր ունեմ եւ ով է իմ հյուրը այսօր։ Եվ այսպես, հարգելի հեռուստադիտողներ, իմ հյուրն է Պաշտպանության նախարարության N զորամասի խոհարարական թիմի ավագ Բագրատ Ավակիմյանը, ով մասնակցեց 12 թվականի խորովածի փառատոնին եւ ոչ միայն մասնակցեց, այլ նաեւ թիմը շահեց լավագույն մտահղացում անվանակարգում 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալին։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալությունս հայտնել Պաշտպանության նախարարությանը, պարոն նախարարին եւ N զորամասի հրամանատարությանը, ովքեր որ միշտ արձագանքում են մեր հրավերներին եւ խորհրդարական մրցույթներին մասնակցում են իրենց թիմով։ Ողջույն Բագրատ։ Ողջույն ձեզ։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք։ Շատ լավ, ուրախ եմ, որ այստեղ ես դու, շատ շնորհակալ եմ եւ նորից նշեցի, որ զորամասի հրամանատարությունը ընդառաջեց, որ դու նաեւ ներկայացնես մեր հեռուստադիտողներին մի կերակուր։ Նախ շնորհավորում եմ շահած 3-րդ տեղը համապատասխան անվանակարգում։ Ինչպես են գործերը։ Շատ լավ։ Ամեն ինչ լավ է։ Այո։ Եթե զինվորն ասում ամեն ինչ լավ է, ուրեմն մենք ապահով ենք եւ մեր մեծ շնորհակալությունները, մեր մեծ գովասանքի խոսքերը հարգելի հեռուստադիտողներ ձեր անունից նույնպես ուզում եմ հղել մեր զինվորներին, ուզում եմ հղել մեր սպայական կազմին, մեր ընդհանրապես մեր պաշտպանության նախարարության բոլոր անձնակազմին։ Ապրես դու ինչ պիտի պատրաստենք։ Պետք է պատրաստենք աղցան, որի համար մեզ պետք է լինելու ապխտած ձուկ, կարտոֆիլ, գազար, խաշված կարտոֆիլ, խաշված գազար, խաշված բազուկ եւ խաշած ձուկ։ Ծանոթ աղցան է։ Ինչ էին ասում։ Ձուկը մուշտակով, ռուսերեն են ասում, չէ՞։ Սիլոտկա պատշուբը։ Սիլոտկա պատշուբը։ Ձուկը մուշտակի տակ, մուշտակը ստանալու ենք գազարից, կարտոֆիլից, բազուկից եւ ձվից։ Գնացինք, ինչով պիտի ինչով կարող եմ օգնել։ Ինձ հարկավոր կլինի ափսե եւ քերիչը։ Խնդրեմ։ Խոշոր քերիչով քերեն կարտոֆիլը։ Մի անգամից հավաքելու ես այստեղ։ Մի անգամից հավաքենք, այո։ Լավ։ Բագրատ ջան, ինչպես ընդունեցին զորամասում ձեր հաղթանակը, կարելի է այսպես ասել։ Շատ ողջունել եմ։ Շատ լավ ընդունեցին։ Այո։ Լավ է եւ հետաքրքիրը այն է բարեկամներ, որ թիմը Պաշտպանության նախարարության ներկայացել էր հավուր պատշաճին, այսինքն այնտեղ ներկա էին եւ սպայական կազմից եւ նույնիսկ նվագախումբը, ովքեր որ ամբողջ այդ ժամանակաշրջանը, այդ ժամանակահատվածը խորովածի փառատոնի մեզ բոլորիս եւ հանդիսատեսին ուրախացրեց իրենց հաճելի եւ շատ տիպիկ նվագով երաժշտությամբ։ Կերենք առաջին շերտը կարտոֆիլի, դզենք շերտը դզենք, իսկ զորամասում այսպիսի աղցաններ պատրաստում եք, արդյոք տոնական օրերին երևի։ Տոնական օրերին, այո։ Նախ նշեմ, որ նախնական զրույցում այսպես մեր եւ նկարանող խումբը եւ ընդհանրապես մեր հյուրերը հարցնում էին Բագրատին, Բագրատ ջան, ինչպես է սնունդը զորամասում, Բագրատն հապարտորեն պատմում է, որ մենք ոչ մի խնդիր, ոչ մի պահանջ չունենք, որովհետեւ սնունդը շատ լավն է, շատ մաքուր, շատ բազմազան եւ շատ օգտակար։ Հիմա պիտի կարտոֆիլը անցկացրեցինք քերիչով, հիմա կավելացնենք մի շերտ ձուկ, ապխտած ձուկ, ինչպես նշեցիք։ Այո։ Խնդրեմ դու պատրաստիր։ Ավելացրինք ձկան շերտը, մի քիչ լավ չավելացրինք, բայց ավելացնենք եւս մի քիչ։ Քերենք հիմա գազարը։ Այո։
Գազարը նորից հիշեցնենք, որ խաշված, մաքրված գազար է։ Տոնական օրերին մատուցվող աղցաններ։ Եվս գազարի շերտը։ Այսպես սվաղենք։ Հիմա ավելացնենք թթվասերը խառնած մայոնեզի հետ, մի շերտ։ Բարեկամներ, ուզում եմ նաև հիշեցնել, որ Բագրատը դեռ մինչ զորա կոչվելը մեզ հետ արդեն համագործակցում էր դեռ ուսանողական ժամանակաշրջանում եւ լավ է որ այդ համագործակցությունը պահպանվել է նաև զորա կոչվելուց հետո եւ այստեղ նորից նշեմ զորամասի հրամանատարության մեծ այդպես օգնությունը եւ շնորհակալությունս նորից ավելացրինք շերտը այո հիմա կերենք ձուն հավքիթը հիմա կերենք հավքիթը նորից մեկ շերտով սա էլ հավքիթը հավքիթի շերտն դզենք Հիմա վերջին շերտը, այո։ Վերջին շերտն էլ բազուկից։ Բազուկից, որ խուսափում էիր, ուզում էիր, որ ձեռնոցներ հագնեիր։ Այո։ Բազուկի շերտն էլ անենք։ Այսպես, բազուկը տարածենք։ Ինչը մնաց։ Կարծես ոչինչ։ Ոչինչ։ Հիմա մի փոքր կձևավորենք, չէ՞։ Ինչ կարծիք ես։ Զինվորները նույնպես սիրում են ձևավորված, երբ որ այդ տոների ժամանակ ինչ որ աղցաններ եք տալիս։ Այո։ Ձևավորում են, չէ՞։ Այո։ Ինչով կարող ենք ձևավորել։ Սամիթով։ Սամիթով։ Ընտրեմ։ Մի հատ էլ լոլիկ կտենք։ Ինչ կարծիք ես։ Կդրենք։ Այսպես։ Այո։ Նորից հիշեցնենք, հարգելի հեռուստադիտողներ, քերեցինք խաշված կարտոֆիլը, մեկ շերտ, այնուհետև կարտոֆիլի վրա դրեցինք ապխտած ձուկը, քերած գազար, գազարի վրա ավելացրինք թթվասեր, թթվասեր եւ մանուս խառնված եւ այնուհետև վերջին շերտը բազուկով։ Սա իհարկե քաջածանոթ ձեզ աղցանն է, ուղղակի այստեղ հարցը այն էր, որ դուք տեսաք, թե մեր զինվորականը կամ զինվորական խոհարարը ինչպես է պատրաստում այն զինվորական խոհարարը, ով նաև խորովածի 7-րդ փառատոնին իր թիմը, ինքը ավագն է այդ թիմի, իր թիմը լավագույն մտահղացում անվանակարգում ստացան 3-րդ մրցանակը։ Ապրես դու, Բագրատ ջան, դու ինչ ունես ասելիք մեր հեռուստադիտողներին եւ նաեւ քո զինակիցներին։ Հեռուստադիտողներին կցանկանամ կապույտ երկինք, խաղաղ երկինք։ Վստահաբար է ասում զինվորը, դուք արխային, դուք կարող եք չանհանգստանալ, այսպես հասկացա։ Զինակից ընկերներիս էլ անփորձանք վերադարձ դեպի իրենց օջախները։ Ապրես դու, հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել Բագրատին, նաեւ ձեր անունից մեր բոլոր զինվորներին ցանկանանք, որ նրանք լինեն միշտ առողջ, ցանկանանք, որ նրանք լինեն միշտ երջանիկ եւ անվտանգ։ Եվ այդ առումով հարգելի հեռուստադիտողներ, նաև ուզում եմ այս առիթը օգտագործել եւ Բագրատին շնորհել մեր
կազմակերպության զինանշանը ի նշան նրա, որ նա այսուհետ համարվելու է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության լիիրավ անդամ։ Շնորհավորում եմ։ Ուզում եմ, որ դու հպարտությամբ գրես։ Կգրեմ հպարտությամբ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, կարծում եմ ձեզ դուր եկավ այս հաղորդումը իր բովանդակությամբ իհարկե եւ ուզում եմ, որ մենք բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Ձուկ մուշտակի տակ, ապխտած ձուկ 50 գրամ, կարտոֆիլ 50 գրամ, բազուկ 50 գրամ, ստեփխին 20 գրամ, թթվասեր 25 գրամ, մայոնեզ 25 գրամ, ձու 3 հատ։ Բարյախորշակ։